ստեղծավորն է, չեմ սիրում այդ սկիզբը, որ ասում են, թե անգերց ասած։ Ինչ որ լսեցի առաջ անգամ եմ լսում և շատ ցավում եմ։ Ես էլ չեմ ասում։ Ես շատ ցավում եմ դրա համար, Վանոն իմ ընկերն է։ Մենք ընկերներ ենք եղել տարիներ շարունակ, համալսարանից սկսած, հա, մինչև իր, այսպես ասած, անհետանալը։ Այո, Վանոյի հետ ես մտերմությունը շատ չի եղել, երբ որ ինքը նախարար էր։ Մի տեսակ կոտարացանք իրարից, բայց դե մեկ է ինքին ընկերն է, ոչ մի նշանագիր։ Վանոն նախ տաղանդավոր գրող է, հայրով ես անդինում պատմած տվեցի Վանո Սիրադեղյանից, իր բացակայության ժամանակ, չդեսության հովիտ հրաշալի պատմվածք է, որ ժամանակին շատ սիրում էի ես այդ պատմվածքը։ Դրանպես ինքը պատմվածքների վարպետ է և հրաշալի է գրում։ Անգերց ասած, հիմա արդեն անգերց ասածը ճիշտ է, անգերց ասած չգիտեմ այդ դուրը, ես Ռուսանին կարող եմ զանգել իմանամ, բայց Ռուսանին գիտի ճշգրիտ, որտեղ ինձ է այդ դուրը դարածվել։ Համենայն դեպս, եթե լուրը իրոք համապատասխանի իրականության, դուք ինչպես նշեցիք, որպես Սիրադեղյանի ընկեր, ինչ-որ քայլեր կձեռնարկեք։ Ես ժամանակին Վարդուհին մի հատ բան հավաք արեց, եթե հիշում եք, Վանո Սիրադեղյանին ետ կանչելու, հա։ Ես դրան մասնակցեցի, ոչ մենակ մասնակցեցի, այլ շատ մի հատ լուրջ հարցազրույց տվեցի, ասելով նաև, որ ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը ելնելով իր իրավունքից, որպես հանրապետության նախագահ, և գումարած, որ ինքը մարդկային իր որակները շատ բարձր են, այո, ինքը կարող է ներում շնորհել Վանո Սիրադեղյանին, որտեղ Վանոն իր պատիժը արդեն դրել է։ Հայրենազրկությունը սարսափելի բան է, 10 տարուց ավել են մարդը հայրենազուրկ է, որտեղ է, ինչ է անում, ինչպես, չեմ ուզում թաքցնեմ։ Երբ որ հեռուստաընկերությունը դեռևս 92 թվականին մի օր Արի սրճարանում նստած էինք, մեկ էլ զանգ եկավ հեռախոսից վրա։ Սովորաբար այն որ գրվում է, ինչ է գրվում, այն որ համարը չի գրվում, որպես կանոն չեմ վերցնում այդպես հեռախոսներից։ Բեզնոմը։ Հա, բեզնոմերը, չեմ գրում, չեմ վերցնում այդ բաները։ Ես էլ հիմա էլ չեմ վերցնում։ Բայց այդ պահին որ զրուցում էի, չնկատելով Սեղմեցի գոճակը, հա։ Սեղմեցի գոճակը Երշանգայի շատակ Վարուժան Վարդանյանն էր, Գրիգոր Խաչատրյան, որ վկա է հիմա, կա, ապրում է։ Նույն սեղանի շուրջ նստած զրուցում էինք մեր, այսպես ասած, բարում հեռուստաընկերության։ Մեկ էլ Վանոյի ձայնը, ես դա լսողություն ունեմ, Արմեր, ինչպես ես։ Վայ, Վանո ջան ասեցի, առաջի մարդու բանը հետաքրքիր է, չէ, առաջի վերաբերմունքդ ոնց է լինում, ռեակցիան այդպես։ Ամենչապես ասելի, ես որտեղ ես, այսինքն եկել ես արդեն, պետք է ուզում ասել, անջատեց այդպես, որ ասեց ես որտեղ ես։ Մեկ էլ էլ ասել, սեղանից էլ գնացի միջանց, ու սպասում գնում գալիս, մեկ էլ զանգեց։ Զանգարեց, կարճ խոսեցինք, ես նույնիսկ արդեն չարցրեցի, որտեղ ես, ինչ ես, որպեսզի խնդիր չլինի, չէր բացառում, որ լսում էին հեռախոսը մարդու, բայց չվերջին հաշվով Քոչարյանի ժամանակներն էին, այդպես, հա։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, անկախ նրանից, Երանի Վանոն հիվանդ չլինի, Երանի, ափսոս է, Վանոյի պես տաղանդավոր մարդը ափսոս է։ Մենք բոլորս էլ սխալական ենք, բոլորս։ Քիչ մարդիկ են պաշտոնների վրա սխալներ թույլ տվել։ Լիքը, չթվարկեն կանոններ, հա։ Չեմ ուզում խոսել այդ մասին։ Երանի հիվանդ չլինի, բայց եթե Երանի հիվանդ չլինի, ես կարծում եմ, որ նախագահան պիտի իրեն ներում շնորհի։ Ժողովուրդը։ Նախագահան պիտի իրեն ներում շնորհի, ժողովուրդը լավ կհասկանա։ Բայց եթե առավել ևս հիվանդ է Վանո Սիրադեղյանը, պիտի անել այդ բանը։ Պիտի ներում շնորհել վերադարձեն հայրենիք մարդուն։